ամեն ձև ուզում են մեզ բերել քաշել սևերի սպիտակների դաշտ, եթե հանդարտացնելու կոչեր ինչ ես շիշ շպրտում կամ դրա համար կա հասարակական կարգի պահպանություն, մոտեցավ մեզ ու սկսեց ձեռով սադրել ու վատ խոսքերով, տեսնում են ձեզ կրտուկ է եւ չեն կանչում շտապօգնություն։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, զրուցակիցս այսօր Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Սարգիս Տեր Եսայանն է։ Ողջունում եմ ձեզ մեր տաղավարում, պարոն Տեր Եսայան, եւ սկսենք հենց երեկվա դեպքից, ինչ տեղի ունեցավ, ինչից սկսվեց ձեզ կրտուկը, վիրավորանքները, խնդրեմ դուք ներկայացրեք։ Տեղի ունեցավ նրանից, որ երբ արդեն հերթը հասավ նրան, որ հարցեր պատասխանների, երբ որ պետք է ընդդիմադիր բավականին իր հարցերը ուղղի քաղաքային իշխանությանը, իրենց վատ աշխատելու արդյունքները բարձրաձայնենք, որտեղ ինչ խնդիր կա, որտեղ թերացել են, իրենք սկսեցին դա վերածել մտածված, երբ Տիգրան Ավինյանը դուրս եկավ դահլիճից, եկավ փոխքաղաքապետը, արդեն ինքը դա վերածեց մտածված, որպեսզի տապալվի այդ գործընթացը, քանի որ 16 հոգի գրանցվել էին ընդդիմադիր կողմից, որպեսզի իրենց հարցախեղ տանեն եւ ամբողջ հանրության մոտ ապացուցեն, որ իրենք լավ չեն աշխատում, քաղաքային իշխանությունը տապալել են։ Եվ իրենք մտածված սկսեցին սադրել մեզ։ Այսինքն ինքը բարձր ամբիոնից, ասում են պետական դավաճանի կողմից նստած եք ձեններդ կտրեք, սսկվեք, լլկվեք, արա այդ տղա ասենց ոնց սադրում է, որ մենք ընդեղից պատասխանենք ու կռիվը սկսվի։ Այսինքն երևում է տեսաերիզների մեջ հայո համապատասխան ստացան իրենց պատասխանը, ասաց մեր ավականներից ասացին արան դու ես նորմալ խոսակ, քո նիստը բարի ու ով պատասխանեց, ով հակադարձեց։ Չեմ հիշում մեր տղաներից, մեր կողմից, մեր դահլիճից ձայները եկան, որ նիստը բարի, մի քաղաքականացրա այդ ոճով, պետական դավաճանն էլ դու ես ու նորմալ խոսա Անհիմն մի մեղադրի Անդրանիկ Թևանյանին, քանի որ դեռ դատական նիստ չի եղել, դատականությունը չի ավարտվել ու մեզ մի ունեզրկի հանրության մոտ, հանրության աչքերում առանց այդել ամբողջ համացանցով մեկ իրենց ֆեյքերով, հարյուրավոր, հազարավոր ֆեյքերով հարձակվում են մեր վրա պետական դավաճան ու հարցն այն է, որ իբրև ինչ-որ ազգային ժողովի փակնիստ է եղել, գիտեք ինչ-որ այնտեղից լրահոս է դուրս եկել, բայց շատ լավ գիտենք բոլորս, որ ազգային ժողովում բաց է ինտերնետը, համացանցը բաց է, հեռախոսակապ կա ու եթե Ռուսաստանին պետք լիներ իրանք ինչ-որ մի բան լսեին, տեսնեին, ձայնագրեին, իրենք կարող էին մեքենան կանգնեցնել դուրսը եւ դրսից հանգիստ այդ ամբողջ խոսակցությունը դրսից ձայնագրեին։ Դա 21-րդ դարն է, ոչ մի խնդիր չկա, սպուտնիկներն էլ աշխատում են։ Այսպիսով դա սին մեղադրանք է Անդրանիկ Թևանյանի հասցեն, քանի որ դեռ դատականությունը չի ավարտվել ու իրենք դա փորձում են մանիպուլացնել այս իր մեկ ամսվա կալանքը, քանի որ Քարոզ Արշավը, գիտեք բոլորդ, որ Մայր Հայաստան կուսակցությունը համատեղ մասնակցեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, իրենք այդ դրանից էլ էին վարված, որ մենք կոալիցիա կազմեցինք եւ ուժեր, հենց ամբողջ PR-ը, ամբողջ համացանցը մենք հեղեղել ենք։ Բարգավաճ Հայաստանի հետ այս ամենը։ Այո, իրենք հենց մեզ ասում են ինչի միացակ, հենց հնչեցին այդպեսի բաներ, որ դուք ինչի միացակ, դուք դաշինք պետք է կազմեք, դուք միացակ իրանց օգնեցիք, ինչ որ sense մեզ փորձում են։ Բայց մինչև այդ էլ ես հիշում եմ, որ ասում էին դուք Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի աջակիցներն եք։ Եվ ուղղակի ասում են մայրը ավելացրել եք, բայց նույնաբովանդակ եք։ Ասեմ ձեզ, որ գաղտնիք չէ քաղաքական գործունեությունը մեր կուսակցության նախագահի, որ Անդրանիկ Թևանյանը եղել է Հայաստան դաշինքով падգամավոր, հետո 23 թվականին իր մանդատը հանձնել է, քաղաքական հայտարարություն է արել, դուրս է եկել Հայաստան դաշինքից, առանձին միավոր է ստեղծել, առանձին շարժում Մայր Հայաստան շարժում, ես էլ եմ միացել այդ շարժմանը որպես քաղաքացի, որպես իրավունքի եւ արժեքների գերակայության իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, միացել եմ որպես ընդդիմադիր թեւ, միացել եմ իրեն, սկսել ենք համատեղ մեր քաղաքական գործունեությունը, հետո սեպտեմբեր ամսին ընտրություններն էր, մասնակցել ենք ընտրություն քաղաքանում, այսինքն մենք անկախ միավոր ենք Մենք չի նշանակում, որ եթե ժամանակին եղել է այդ ցուցակը, ուրեմն այդ ցուցակի
մինչև վերջ մնալու է ցուցակի անդամ դուրս է եկել եւ անկախ միավոր ենք։ Հիմա իրենք դրանից էին ամեն ձև ուզում են մեզ բերել քաշել սևերի սպիտակների դաշտ, մեզ ուզում են ամեն ձև փչացնել այսպես իրանց հասկացողության մեջ, բայց մենք անկախ միավոր ենք եւ այդ մթնոլորտի մեջ իրենք իրանց լավ են զգում, ինչպես ձուկը ջրում եւ համապատասխան ստանում են իրանց բոլոր տեսակի պատասխանները, արդեն իրանց մոտ դառնում է քաոսային վիճակ եւ սկսում են ծեծկրտուկի վերածել։ Այսինքն շիշ առաջինը իրենց կողմից շիշ շպրտվեց մեր վրա։ Մենք արձանագրել ենք Միքայել Խաչատրյանը առաջինը ինքը շիշ շպրտեց, բայց ասում է դա հանդարտացնելու կոչ էր։ Դրանից սադրելու կոչ էր, եթե հանդարտացնելու կոչ էր, ինչ է շիշ շպրտում կամ դրա համար կա հասարակական կարգի պահպանություն, որոնք պետք է լինեն պարտադիր ոստիկանական հագուստով, կան մտնեն, եթե ինչ-որ մեկը իրեն սխալ է պահում, իրեն կարգազանց է պահում, կան մեկուսացնեն դահլիճից, տանեն հանգստացնեն, էլի հետ բերեն ավականու մասին է խոսքը, բայց ոչ թե իրեն քաղաքացիական հագուստներով հասարակական կարգը, իրենց պետք է միասին քաղաքացիական հագուստներով ներխուժեցին դահլիճ ու սկսեցին ծեծել Գրիգոր Իսկանդարյանին, երևում է տեսարելիզները։ Նաև տեսանյութում պարզ երևում է, որ Գրիգոր Իսկանդարյանը հենց երբ շիշը շպրտում են, դրանից է վրդովում ու առաջ գնում։ Առաջ գնաց, որ ինչի է ստանում, առաջինը ով հարվածեց, որովհետև քաղաքապետարանում նման վեճեր, լեզվակռիվներ եղել են։ Չեմ ասում հաճախ, բայց եղել են, սակայն բռունցքների այդպես ծեծկրտուքի գետնով իրար քաշելու դեպքեր չի եղել։ Եղել, անցյալ տարի էլ եղել, պարզապես չի արձանագրվել, չի նկարվել։ Այս անգամ ինչու կրկին բռունցքների վերածվեց ծեծկրտուքի, առաջինը ով բռունցքի դաշտ տարավ։ Եթե դուք նայեք այդտեղ նյութի մեջ կտեսնեք, որ իրենց ավականներից մեկը անգամ մոտեցավ մեզ, մենք նստած ենք մեր տեղում, մոտեցավ մեզ ու սկսեց ձեռով սադրել ու վատ խոսքերով, ձեռով չկա էլի դրա զապիսը, ուզեցավ սադրում է, զորով կռիվ են սարքում իրեն, որպեսզի տապալվի նիստը ու այդ հարցերի պատասխանները չլինի։ Ես բրդում եմ ասում հեռու գնա նստի քո տեղ խես եկել 5 շարք են կողմից եկել ես մեր վրա հարցակվում ես, բրդում եմ այդ բրդելու պահն էլ կա շատ լավ ու դրանից հետո որ իրանք շիշ են նետում Գրիգորի վրա, Գրիգորը մոտեցավ ու արդեն իրան վերցրեցին ծուղակի մեջ, սկսեցին խփել։ Իսկ ինչու հենց Գրիգոր Իսկանդարյանը, մենք նրան հիշում ենք, որ ինքը դատի էր տվել Տիգրան Ավինյանի վրա եւ դատը շահել էր։ Որևէ ուղղվածություն կար այստեղ կամ մտադրված ընդհանրապես Մայր Հայաստան խմբակցության մեր դաշինքի ավականներս բոլորս էլ ակտիվ ենք ու բոլորից թիրախավորել են։ Օրինակ մեր Գևորգ Ստեփանյանի մեքենան այրեցին անցյալ տարի, բոլորից թիրախավորել են, բոլորից ոնց որ sense անձնական վատություն են անում, ուզում են նեղեն, ծեծեն, նեղացնեն, իրանց ասելով լսեցիք, չէ՞, ինչ հնչեց, ասում են ձեզ բոքսի տանձ ենք սարքելու ազգային ժողովում։ Այսինքն այդ ազգային ժողովի նախընտրական ցուցակի մեջ նաև մեր Գևորգ Ստեփանյանն էր, այսինքն նույնը ասում են մեզ, մենք այնտեղ նստած մեզ ասում են, եթե դուք գաք ազգային ժողով, ձեզ բոքսի տանձ ենք սարքելու։ Նրանց սպառնում են մեզ ու Ժող Բաստիոնում այսօրվա Եվրոմիության կողմից այդպես փայփայված Հայաստանի Ժող Բաստիոնում բարձր ամբիոններից սպառնում են քաղաքական գործիչներից, չէ՞։ Դա ընդունելի չի եւ դա պետք է բարձրաձայնենք, նաեւ մեդիան պետք է բարձրաձայնի այդ ապօրինությունները։ Երեք նաեւ ձեր ինքնազգացողություններ վատացել, կխնդրեմ նշեք ինչպես եք ձեզ զգում, ինչ տեղեկություն ունեք նաեւ Գրիգոր Իսկանդարյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Գրիգոր Իսկանդարյանը չի դիմել բժշկի, իմ իմանալով, գնաց տուն, լավ չէր զգում։ Ես քանի որ իմ հարվածները գլխիս շատ էին, ես գնացի բժշկի, նկարեցին, կատային արել, վաղը կասեմ պատասխանը, գրավոր կտամ պատասխանը, նաև քրեական գործ է հարուցվել եւ շատ հետաքրքիր է մի բան, որ տեսնում են ծեծկրտուկ է եւ չեն կանչում շտապ օգնություն, առաջի օգնություն, այսինքն եթե մենք մեզանից մեկը առնազեղում ստանար, ընկներ գետնին մահանար, առաջի փոխօգնություն չկա, իրենք ներսում էլ ունեն, չէ՞, ինչ որ օգնություն, բժիշկ ունենան, ոնց էլ լինի բժիշկ ունենան, ինքն էլ չէր եկել, ոստիկանություն էլ չեկավ կողքից,
Իրենց ներսի պահպանության վարչության տղաները քաղաքացիական համազգեստով մեզ ծեծում էին։ Ժող բաստիոնում Հայաստանի նման բան մենակ կարող լիներ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։ Դուք ընդամենը մի քանի ամիս է, որ ավականու անդամ եք։ Ինչու հայտնվեցիք կիզակենտրոնում։ Ես միշտ պայքարել եմ, ճիշտ ասած 18 թվականի վերջից երբ տեսա ինչա կատարվում երկրում, ովքեր են գալի իշխանության, ես միշտ բարձրաձայնել եմ, պայքարել եմ, ապօրինությունները ի հայտ եմ բերել, լուսաբանել եմ ու կոնկրետ 3 եւ ով էր ձեզ հարվածում։ Ինձ հարվածողները նշեցի, որ հասարակական կարգի պահպանության աշխատողներն էին եւ իրենց ընդհանուր վարչական ռեսուրսն էր։ Ավականու անդամի ծեծի էին ենթարկում, որը պետքա չանեին, պետքա ինձ պարզապես մեկուսացնեին դահլիճից։ Ինձ մեր ավականու գործընկերներին հանեին սիրուն դահլիճից, որ կարող էին գալ թևը մտնել, հանել, բայց իրենք մտածված այս իրենց ասած, քան որ իրենց փոխքաղաքապետը ասաց ձեզ բոքսի տանձ ենք սարքելու, այսինքն իրենք այդ բոքսի տանձ ասածը, որ ազգային ժողովում է լինել, իրենք ուզեցին ցույց տան, թե ինչպես է լինելու, որ այսպես ասած հաջորդ ազգային ժողովի падգամավորներին ընդդիմադիր իրենց վախը բռնեն։ Մենք նաև ուսումնասիրել ենք ձեր մասնագիտական ուղին, դուք իրավագիտության մագիստրոս եք, իրավագետ եք, իրավաբան եք, ինչ իրավական գնահատական կտաք եւ արդյոք դիմել եք իրավապահ մարմիններին, ինչ ընթացքում է, իրավական գործընթաց լինելու է թե ոչ։ Դիմել եմ, այո, ոստիկանությունը եկավ արձանագրեց հիվանդանոցում հենց Երևանի ԲԿ-ում, դե գործը կգնա քննչական կոմիտե, քննիչը կկանչի, կտեսնենք ինչպես կլինի։ Բայց Հայաստանի Հանրապետությունում հույս չենք ունենա, որ ինչ-որ արդար որոշումներ կլինեն, քանի որ սա շարունակական է, սա առաջի դեպքը չի, էլի է եղել, ծածկել են, ծածկադմփիկ են արել, եւ սա ևս կծածկեն, կանցնեն առաջ, իրենց համար սովորական է նման բաները։ Հարցը այն է, որ չկրկնվի Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական իրավական երկիր է, չպետք է նման բաները լինի։ Եթե նման բաները լինում, նշանակում է քաղաքային իշխանությունը, թե երկրի իշխանությունը ապիկար են, չեն կարող կառավարեն։ Իրենք դրա ունակությունները չունեն, դրա համար էլ ես ընդդիմադիր դաշտում եմ, տեսնում եմ կոլապս են ենթարկել Երևան քաղաքը։ Ինչ են մտել քաղաքական դաշտ, որպեսզի նայեմ ուսումնասիրեմ, տեսնեմ, մենք ապրում ենք այս երկրում, եկան իշխանության Արցախը հանձնեցին, եկան իշխանության քաղաքը քանդեցին, քաղաքը չեն կարող կառավարեն, երկիրը չեն կարող կառավարեն, բայց անունը դնում են բաստիոն։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանին, որ ապօրինաբար կալանավորել են, մենք վաղը կգնանք ՄԻՊ, նորից կբարձրաձայնենք, բայց դա զուտ Զելինսկիի կամահաճույքներ, ես դա քաղաքական գնահատական կարող եմ տալ, Զելինսկին եկավ Հայաստան եւ կարելի է ենթադրել, որ հրաման տվեց, որ Անդրանիկ Թևանյանին ձերբակալեն, քանի որ ինքը գնացել էր Դոնբաս, այնտեղի հայ համայնքին օգնություն էր տալել, հումանիտար օգնություն։ Դա համար Զելինսկիի դուրը չեկավ։ Վերջում նաև անդրադառնանք մարդու իրավունքների պաշտպանի արձագանքին, Անահիտ Մանասյանի արձագանքին, նա խստորեն դատապարտեց, սակայն առանց անուններ նշելու։ Դուք ինչպես եք գնահատում։ Այո, անուններ չեն նշում մտածված, որպեսզի չանձնավորեն, որպեսզի չբարձրացնեն, միանշանակ, մարդու իրավունքների պաշտպանը դա իրանց անկախ մարմին է, որպես այդպեսի, բայց քաղաքականացված է, օրվա իշխանության իրենք հլո հնազանդ հպատակ են փաստորեն, քանի որ ոչ մի գործառույթ չեն կատարում, տեսնում են բազմիցս ինչա կատարվում է երկրում, բայց լռում են։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ զրուցակիցս Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանն էր։